Պարոն Գուլնազարյան, ոնց եք գնահատում քարոզ արշավը արդեն երրորդ օրն է, ոնց են ընդունում։ Շատ ջերմ, ասեմ սպասվածից ավելի ջերմ են ընդունում ժողովուրդը, որի համար ես եւ մեր ամբողջ թիմը մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում։ Իհարկե սպասված էր նման ընդունելություն, որովհետեւ չկա վարչական շրջան, որտեղ մենք աշխատանք կատարած չլինենք, որտեղ բնակիչները ճաշակած չլինեն այն պտուղները, որ մենք ենք ստեղծել, թե ռոռոկման ցանցի վերազինում, խմելու ջրի ցանցի փոփոխություն, կոնկրետ համայնքում մեր անցած ռեպորտաժում էլ նշեցինք 30 տարվա երազանք դարձավ իրականություն, բացվեց գյուղի մանկապարտեզը, 30 եւ ավել տարիներ շարունակ գյուղում մանկապարտեզ չի գործել ու դա անընդունելի է, որովհետեւ պետության հիմքը դա ես համարում եմ նախակրթարանը, մանկապարտեզը, գիտությունը, իսկ գիտության հիմքն է դա նախակրթարանն ու մանկապարտեզն է։ Իսկ այսօր ի ուրախություն մեզ, ի ուրախություն Արևաշատցու, մենք արդեն մի քանի օր ունենք Արևաշատում բացված նոր կառուցված մանկապարտեզ, երեկվանից արդեն մեր երեխաները հաճախում են, բազմաթիվ ծնողներ անձնական նամակներով, զանգել եւ մեզ իրենց շնորհակալություն են հայտնել։ Պարոն Գուլնազարյան, այս 3 օրվա ընթացքում ոնց կամփոփեք առաջին հիմնական պահանջը, որ ամենաշատն են ձեզ դիմել, ինչն է եղել։ Ընդհանուր ասֆալտապատման հետ կապված խնդիրներն են բնակչությունը մեզ ներկայացնում, ռոռոկման ջրի խնդիր կոնկրետ այս գյուղում ասեմ, Արևաշատցին ինքը հող մշակող, հողից հաց քամող ժողովուրդ է, ու իրանց մոտ մի քիչ ռոռոկման ջրերի ցանցի հետ խնդիր կա, եւ մենք 2 կիլոմետր ռոռոկման ցանց այս հատվածում պետքա փոխենք, ինչպես մնացած բոլոր վարչական շրջանում։ Տրամադրությունն ինչպես է հաղթելու։ Բարձր, իհարկե, մարտական, ուրիշ ճար չկա։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։